Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլոս Պանտիգատիի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ։ Հանդիպումների շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին ու նախանշել առաջիկա անելիքները նոր նախագծերի տեսքով։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Եվրամիության կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ։ Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար։ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին, կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ։ Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավոր լուծումներ տալու նպատակով կներդրվի բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ։ Այս կերպ բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն համատիրությունների ֆինանսական հաշվետվությունները։ Էլեկտրոնային մալբերի համակարգի ներդրման նպատակով մեկնարկել է աշխատակիցների վերապատրաստման գործընթացը։ Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով է նախատեսվում կազմակերպել մինչև մարտի վերջ։ Գարնանային ծառատունքին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունքի համայնքին պատկանող 8.5 հեկտար տարածքում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքները։ Նախատեսվում է փորձնական գործարկել տարածքում առկա ոռոգման ցանցը, որպեսզի գնահատվեն առկա մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը լուծումներ տալու նպատակով։ 2022 թվականի համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ, փուլ առ փուլ նախատեսված ծրագրի մրցույթներն արդեն կայացել են։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավական ու անդամների հետ այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։ Արդեն կես գիշերն անցա եւ Երևանի մետրոպոլիտենում կատարվող աշխատանքները դա ուղևորի աչքին չերևացող աշխատանքներ են։ Բրիգադները մեկնել են աշխատանքի, հիմա էլ մենք դուրս գանք եւ այդ ամեն ինչը պարզ կդառնա հանրությանը։ Լարումը հանելուց հետո բոլոր աշխատողները դուրս են գալի գից, անցնում են իրենց պարտականությունների կատարմանը։ Օրինակ այսօր տեղի ունենալու Արատային ռելսերի փոխման աշխատանք, որպեսզի գնացները անխափան աշխատեն։ Մեր բոլորի նպատակը դա է, որ մեր ուղևորները անփորձանք հասնեն տեղ։ Հիմա այսօր 3.9 տոննա ռելս այս տեղամասում փոխվելու է։ Ընդհանրապես տարվա մեջ նախատեսված է մի 70 տոննայի մոտ, որը մյուս տարիների համեմատ բավականին մեծ թիվ է կազմում։ տարի այստեղ աշխատում եմ ու միշտ մերը գիշերային է եղել։ Դժվար է, բայց մենք պարտավոր ենք աշխատենք եւ ապահովել անվտանգությունը։ Ներկապահին մեզանից ձախ կատարվում են գծի վերաբետոնավորման աշխատանքները գիծը առողջացնելու համար։ Բրիգադը բավականին փորձված է, տեսնում եք ամեն մեկը իր աշխատանքը գիտի, շատ հաճելի է նման մարդկանց հետ աշխատել, ամբողջ գիշեր, ովքեր օգտվում են Երևանի մետրոպոլիտենից, նրանք այս աշխատանքները չեն տենում։ Նրանք գալիս տեսնում են կայարանը մաքուր վիճակում, նստում են գնացք, մաքուր գնաց եւ գնում են։
գտնվում ենք մեքենաների սրահում, այստեղից սպասարկում են շարժասանդուղքները եւ ապահովում են նրանց անվտանգ աշխատանքը։ Սա գտնվում է ներքևում, ուղևորի աչքից հեռու։ Մեր աշխատանքը չի երևում ոչ մեկին, բայց աշխատում ենք մեծ սիրով, ապահովում են մարդկանց անվտանգ տեղափոխումը։ Շատ լավ մասնագիտություն է, որովհետև նախ ինքը որպես պետական աշխատանք է համարվում եւ հեռանկարային է։ Դա կախված է արդեն մեքենավարի գիտելիքներից, մեքենավարի ձգտումից, մեքենավարի ջիղից։ Այսինքն եթե մեքենավարը ձգտի ունենա առաջ խաղացում, իրան հաստատ կնկատեն մետրոպոլիտենում։ Հիմա մենք մեքենավարի խցիկը փոխեցինք, եկանք մյուս խցիկ, որպեսզի շարունակենք ընթացքը բարեկամությունից դեպի Գարեգին Նժդե կայարան։ Մենք համարվում ենք քաղաքի տակ։ Մենք անգամ քաղաքացիներ կան, ուղևորներ ունենք, որոնց մենք արդեն դեմքով ճանաչում ենք, որովհետև սա նրանց ամենօրյա փոխադրամիջոցն է, ամենօրյա տրանսպորտն է, բայց որքանով որ հաճախ լսում ենք մենք շատերի համար անտեսանելի ենք։ Դեպոյից որ երթուղին է դուրս գալիս։ Սասունցի առաջի գլխավորից որ երթուղին դուրս եկավ։ Այստեղ աշխատանքը կազմակերպվում է 24/7 գրաֆիկով։ Համակարգում ենք ընդհանուր գնացքների երթևեկությունը, ուղևորափոխադրումը, ամեն ուղևոր, որ մտնում է մետրոպոլիտեն, պատասխանատու ենք մենք մինչև այն պահը, որ ինքը դուրս կգա։ Շուտով մարտի 7-ին կլրանա Երևան մետրոպոլիտենի 41-ամյակը, բայց ես աշխատում արդեն 42 տարի։ Աշխատել եմ այն ժամանակ, երբ որ մետրոպոլիտենը դեռ չէր բացվել, 1980 թվականից աշխատում մետրոպոլիտենում։ Սկզբում չէինք մտածում, որ մետրոպոլիտենը կդառնա մեր հետագա ամբողջ աշխատանքային ուղին։ Երբեք չենք մտածել, բայց երբ որ ընդունվեցինք մետրոպոլիտեն արդեն աշխատանքի, սիրեցինք մեր աշխատանքը, նվիրվեցինք մեր աշխատանքին, էլ ես ինձ կոնկրետ չէի պատկերացնում այլ աշխատանքում։ Արդեն 40 տարի է ինչ մետրոպոլիտենը սիրով դիմավորում է իր ուղևորներին եւ իր ամենօրյա աշխատանքի ընթացքում օրական տեղափոխում է մոտավորապես 50-ից 60 հազար ուղևոր։ Անցած տարի նշանավորվեց մի քանի ծավալուն աշխատանքներով եւ ձեռքբերված նյութերով, մասնավորապես ցանկանայի նշել նոր շարժակազմի, որը բաղկացած է 3 վագոնից գիծ դուրսբերման գործընթացով, որը ել ավելի թեթևացրեց մեր ամենօրյա ուղևորափոխադրումը։ Հաջորդ ձեռքբերումներից նյութերի առումով ցանկանայի նշել նաեւ ռելսերի նոր ռելսերի ստացումը, արդեն իսկ այս տարվա սկզբից իրականացում է ռելսերի փոխարինում, հատկապես շեշտը դրել ենք հարատային ռելսերի վրա, օդափոխության համակարգերի հետ կապված կարող եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարական ունենք, կառավարության կողմից ֆինանսավորում է ապահովելու, որպեսզի կարողանանք օդափոխության համակարգերի հետ կապված որոշակի ներդրումներ իրականացնել։ Աշխարհի բոլոր երկրներում մետրոն համարվում է լավագույն տրանսպորտ։ Իմ ամենասիրելի տրանսպորտի միջոցներից մեկն է մետրոն, քանի որ բավականին արագ կարելի է մի կայարանից մյուսը տեղափոխվել։ Շատ լավ է, որ Երևանը մետրո ունի։ Թող էլ ավելի գծերը շատացնեն դեպի մնացած մասերը քաղաքի։ Երևանի հյուսիս-հարավ առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ։ Մեկնարկեց Կասկադ համալիրի նախագիծը։ Այն պետք է կենտրոնին կապեր Արաբկիրն ու Զեյթունը եւ միաժամանակ լիներ կրթամշակութային յուրահատուկ կենտրոն։ Մենք նախատեսում ենք, որ կլիներ այդ շարժասանդուղքներով կապ Ազատության շրջանից մինչև Թամանյանի պուրակ։ 78 թվականին երկրաշարժից անմիջապես հետո դադարեցվեց շինարարությունը։ 1990-ականներին Կասկադում որևէ աշխատանք չարվեց։ Համալիրի վերականգնման համար 2002 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Կաֆեսճյանի հետ։
2002 թվականին, երբ հիմնադրվեց Գաֆէսչյան թանգարան հիմնադրամը կառավարության համապատասխան որոշմամբ, Երևանի քաղաքապետին լիազորվեց պետության անունից հանդես գալ որպես Գաֆէսչյան թանգարան հիմնադրամի համահիմնադիր։ Քաղաքապետի կողմից ընդունված մեկ այլ որոշմամբ Գաֆէսչյան թանգարան հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել Կասկադ համալիրի անավարտ շինությունները եւ նրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաեւ սեփականության իրավունքով է տրամադրվել Կասկադ համալիրին հարող աջակողմյան 8 հեկտար հողամասը եւ ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասը։ Անհատույց օգտագործման է հանձնվում նաեւ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանից մինչեւ Կասկադ համալիրն ընկած պուրակը։ Հիմնադրամի գաղափարը իհարկե շատ բացառիկ էր, որտեղ Գաֆէսչյանը պատրաստում էր այդ հատվածը կառուցապատել, ավարտել, շահագործել, որտեղ էսկալատորները այդ թվականներին չէին աշխատում, բայց նաև ամբողջությամբ օգտագործել որպես մշակութային գործառույթ ունեցող կառույց։ 2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն Կասկադն անավարտ էր։ Անցկացրեցին միջազգային մրցույթ։ Արդյունքները այնպես չբավարարեց իրեն եւ մի երիտասարդ ճարտարապետին ամերիկյան պատվիրեց, որ շարունակեն։ Նախատեսված էր, որ պետք է շատ արագ կառուցվի, բայց ցավոք սրտի նա արժանվեց։ Արդյունքում ստացվեց այնտեղ մեծ փոսորակ, որը մենք այսօր ունենք։ Կասկադից դեպի Ազատության պողոտաբարձրացող հատվածն այժմ ամբողջությամբ անխնամ է։ Շինարարական փոսորակը որոշ քաղաքացիներ դարձրել են պարզապես աղբավայր։ 2013 եւ 2019 թվականներին հիմնադրամը քաղաքապետարանը ներկայացրել 2 էսքիզային տարբերակ, որոնց սակայն մասնագետները հավանություն չեն տվել։ Փաստացի մինչ օրս չկա վերջնական ներկայացված առաջարկ եւ մինչեւ հիմա որևէ ներդրում սեփականատիրոջ կողմից չի իրականացվել։ Այդ վերևի մասը պետք է անպայման կառուցվի, քանի որ դա Երևանի կենտրոնական մասի, որը որ զբոսաշրջային տեսակետից ամենահետաքրքիրն է, այդ մասի մեծ խնդիրներից մեկն է։ Այսօր համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու Կասկադ համալիրի շինարարությունը։ Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց վերսկսել բանակցությունները Գաֆէսչյան թանգարան հիմնադրամի հետ։ Մեր կողմից առաջարկվել է նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել եւ իրականացնել նոր ներդրումային ծրագիր։ Այս համատեքստում կարող ենք վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակության ցուցաբերման եւ համապատասխան գործիքակազմի ներդրման տեսանկյունից։ Թեմայի շուրջ որոշեցինք լսել նաև հիմնադրամի դիրքորոշումը։ Մեզ փոխանցեցին, այս պահին հոգաբարձուների խորհուրդը դեռ քննարկում է։ Եթե նրանք պատրաստ չեն շարունակելու իրենց պարտավորությունները, ապա դա այնպիսի տեղով ես կասկած անգամ չունեմ, որ ներդրողների նույնիսկ այսպես ավելի ցայտուն ասեմ, հերթեր կգոյան։ Կառուցապատողների նկատմամբ միշտ եղել է շատ վերաբերմունքը հարգալից եւ հաշվի առնվել են նրանց բոլոր խնդիրները, խնդիրները, բայց նրանք պարտավոր են իրենք էլ հաշվի առնել քաղաքի զարգացումը չխոչընդոտել եւ եթե ինչ-ինչ պատճառներով կարող են մեն շատ բնական եւ արդարացված ծրագիրը շարունակելու հնարավորություն չլինի, ապա պետք է բարի լինեն կամ ներգրավեն այլ ներդրողների կամ ուղղակի տրամադրեն քաղաք-համայնքին, որպեսզի համայնքը այդ կարևոր ծրագիրը հասցնի մինչև վերջ։ Մենք պատրաստ ենք, մենք ունենք նախագծեր, մենք ունենք մտքեր, միշտ պատրաստ ենք համագործակցել եւ այդտեղ կարելի անել եւ հյուրանոց, եւ կարելի անել դահլիճներ։ Հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող Կասկադ մոնումենտալ համալիրը ամբողջական կառուցումից հետո կարող է դառնալ տարածաշրջանային մշակութային բացառիկ կենտրոն։ Սիրելի երևանցիներ, ես Նայիրի Փեթակչյանն եմ։ Երևանի ավականու մանդատը ստանձնել եմ դեկտեմբեր ամսին։ Իմ գործունեության ընթացքում հասել եմ շփվել բազմաթիվ քաղաքացիների հետ, ծանոթանալ առկա խնդիրներին։ Ներառվելով Երևանի կրթության, մշակույթի եւ առողջապահության մշտական հանձնաժողովի կազմում, մեծ կարևորություն եմ տալիս նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը,
քանի որ կրթված քաղաքացին է, որ հիմք է ամուր պետության եւ պետականության։ Չեմ կարող չխոսել հանրակրթության մասին օրենքի փոփոխություններից, որոնցից ունեմ մեծ սպասելիքներ եւ որի փոփոխությանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Երևան քաղաքի ավականին։ Կարևոր է նշել նաեւ Կարմիր բլուրում իրականացվող ծրագիրը ֆրանսիական կողմի աջակցությամբ նախատեսում է կառուցել Ուրարտական աղյուսների վերարտադրության գործարան, որը տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը կարող է դարձնել Ուրարտական պատմության եւ մշակութային կենտրոն։ Սիրելի երևանցիներ, այս եւ այլ ծրագրեր իրագործելու համար անհրաժեշտ է, որ բոլորս միասին լինենք թև ու թիկունք։ Քաղաքացին իշխանությանը, իշխանությունը քաղաքացուն։ Շնորհակալություն։ Հարգելի համաքաղաքացիներ, այսօր ուզում եմ խոսել վերջին 2 ամիսների ընթացքում, այսինքն հետմարությանական շրջանում քաղաքապետարանում ծավալվող փոփոխությունների մասին, տեղի ունեցող իրադարձությունների մասին, թերևս յուրաքանչյուրիս համար, այդ թվում նաև ընդդիմադիր ավականու անդամների համար միանշանակ շատ նկատելի է այն թափանցիկությունը, որի մասին խոսում էր Մարությանը, բայց թերևս որևէ բան չէր փաստում։ Վերջին 2 ամսվա ընթացքում սկսած աղբի կայանի քաղաքապետարանի ենթակայության տակ անցնելուց մինչև մանկապարտեզների վերահսկողություն, ընդհուպ մինչև գործակարգավարական նիստերի, որը տեղի է ունենում ամեն շաբաթ հանձնարարականներից, վերջացրած զուտ համագործակցային կապով, կարծում եմ գործող քաղաքային իշխանությունները քաղաքապետի գլխավորությամբ դեռևս կարողանում են ապահովել։ Կարծում եմ սա թերևս շատ լավ մշակույթ է եւ հուսով եմ, լիահույս եմ եւ յուրաքանչյուր ընդդիմադիր ավականու անդամը միանշանակ լիահույս, որ այս համագործակցությունը կլինի շատ ավելի խորը եւ համապարփակ։ Հարգելի համաքաղաքացիներ, այսօր ունեցա մի քանի քննարկում քաղաքապետի տեղակալների հետ, ինքնական շինությունների հետ կապված, մոտ ապագայում կլինի ել ավելի ընդլայնված կազմով քննարկում եւ վերջնականապես կհասկանանք, թե ինչպես պետք է վարվենք քաղաքում առկա ինքնական շինությունների հետ, նաև կուզեմ նշել, որ վերջերս մամուլում տեղեկություններ հանդիպեցին, որ ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունները ներխուժել էին աղբանության եւ սահմանափակման հիմնարկ, հետո հեռուստացույցով ներկայացրեցի, որ կային այնտեղ չարաշահումներ, կոչ եմ անում իրավապահ մարմիններին, եթե այդպիսի չարաշահումներ եղել են ներկայացնել մեր քաղաքացիներին, որովհետեւ աղբանության հիմնարկը սնվում է մեր քաղաքացիների մուծած գումարներով։ Քաղաքապետի փոփոխություններից հետո տրամաբանական եմ համարում, որ պետք է քաղաքապետարանի աշխատելավոճը ել ավելի արագանա, նույն շինթույլտվությունների մասով բազմաթիվ բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, կարծում եմ պետք է այս ոլորտում փոփոխություն լինի եւ մեր նոր քաղաքապետին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք եւ հաջողություններ նոր գործում։